Բերեք մի պարզ հարցով սկսենք։ Ինչու է ակտիվացել կամ ինչն է ակտիվացել ներքաղաքական մթնոլորտը։ Ներքաղաքական մթնոլորտը ակտիվացրել է շատ պարզ մի բանաձև։ Հայաստանը կանգնած է, ես չեմ սիրում պաթետիկ տեքստեր, ես չեմ սիրում գրական գեղարվեստական ինչ-որ հենց բոցաշունչ ելույթներ, տրագիկ, տրագիկ ձայնով տենց, եւ այլն, բայց շատ պարզ է, որ Հայաստանը այսօր կանգնած է գոյաբանական էգզիստենցիալ խնդրի առջև, եւ դա չտեսնել, եւ ձևանել, որ նման խնդիր չկա, եւ դնել ջայլամի տեղ, ասել, որ դե օքեյ է, հեսա աշխարհաքաղաքական տերերը Հայաստանից շուրջ իրանց բազարում կներեք այս գողական սլենգի համար իտոգը կտան, եւ մենք կշարունակենք սենց մեր կոմֆորտ զոնայում ապրել, դա այդպես չի, լրջագույն խնդիրների առջև է կանգնած երկիրը, քիչ առաջ մինչև այստեղ գալը նայում էի Միլի Մեջլիսի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկում էր, մարդիկ լրջագույն այլևս օրենսդրական նախաձեռնություն են դրել սեղանին, քննարկում են, որ Հայաստանում, որը իրանք համարում են արևմտյան Ադրբեջան, իրանք պիտի ունենան մշակութային ինքնավարության կարգավիճակ եւ այլևս քննարկում էին այդ ատրիբուտիկաները։ Մենք ինչ ենք անում, հեծանիվ ենք քշում, թիթեռ ենք նկարում, ազգային ժողովում մագնոլիայի ծառի վրա խխունջ ենք կպցնում։ Լավ, գյումրեցիները մի լավ խոսք ունեն։ Լավ ապուր է, եթե էփի։ Գիտեք, չէ՞ դա։ Հիմա այդ նկարագրած այդքան արագ եփվող բան չի։ Հետո մենք միշտ էլ այդ էգզիստենցիալ խնդիրների առջև կանգնած ենք եղել։ Նայած ամպլիտուդը երբ ինչպես է ցույց տվել, Ինչպես որ Հայաստանի համար ընդունում եմ, որ բարդ շրջան է, ինչպես աշխարհի շատ երկրների համար, հիմա պետք է մտածել այդ բարդությունից կամ դուրս գալու կամ այդ բարդությանը դիմագրավելու համար։ Գանք, դա ներսում է որոշվելու թե ոչ Հայաստանը։ Տեսեք, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքել է տիրամիսյու եւ դրել է աշխարհաքաղաքական բազարի տորտ։ Իտալական թխվածք, այնց փափուկ, այնց ուտվող, փափուկ կտրվող թխվածք դրել է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին տիրամիսյու։ Այո, Քիմքին այդպեսի բան չի հասել։ Հա, դե ես մի օր անպայման կսարքեմ եւ ձեզ կհյուրասիրեմ իմ ձեռքի սարքած տիրամիսյուն։ Եվ դրել է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին եւ ես այստեղ ուզում եմ հիշացնել, մենք անդադ ինչ որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կամ Արևմուտքից անդադ ինչ որ պահանջում ենք, որ իրանք մեր շահը սպասարկեն, այստեղ նորից պիտի հիշեմ այն Վանոյին, որ ասում էր մեռանք ռսին բացատրելով իր շահը։ Ոչ մեկին պետք չի բացատրել իր շահը, եթե դու քո երկրի շահը չես սպասարկում, չես պաշտպանում, եթե բանակցություններում քո երկրի օրակարգը չի, այլ դու շարունակում ես բավարարել Ադրբեջանի կամ Թուրքիայի օրակարգը, բնական է, որ որևէ ռազմավարական դաշնակից քո օրակարգի համար կռիվ չի տալու։ Եվ այսօր նեղանալ, որ Հռոմի Պապը Մեհրիբան Ալիևային շքանշանով պատկևատրվեց կամ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը իշխանուհի Օլգայի շքանշանով պատկևատրվեց։ Բնականաբար, ունեցի այնքան պետության արժանապատվություն, որ կարողանաս քո շահերը սպասարկես։ Այնպես որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական մեսիջները, բայց եկեք հասկանանք, որ Այսինքն մենք դրսի հետ ճիշտ չենք աշխատում։ Միանշանակ ոչ, միանշանակ։ Գանք նորից ներս, ինձ ներսը ավելի է հետաքրքրում, ինձ թվում է նաև ձեզ։ Իհարկե։ Դուք ունեք որևէ համակրանք քաղաքական որևէ ուժի նկատմամբ։ Ես որևէ ում օգտին կարելի է այսօր խոսել։ Գիտեք, հարցադրումը ինքնին սխալ է, որովհետև ասեմ ինչի, որովհետև այսօր սիմպաթիաների եւ անտիպաթիաների ժամանակը չի։ Եթե ես առաջնորդվեմ իմ սիմպաթիաներով, ապա կարող է իմ քաղաքական համակրանքը լինի այսօր այնպիսի ուժի հանդեպ, որը ունակ չէ դիմակայելու այս ռեժիմին։ Մենք պիտի հասկանանք, որ ունենք ռեժիմ, օկուպանտ, կոլաբորանտ ռեժիմ, որը զավթել է Հայաստանը եւ ուստի այն քաղաքական ուժը, իսկ դա կարող է լինել իմ ամենաչսիրելի, իմ ամենաչհամակրելի, ինձ համար ամենաընդունելի քաղաքական ուժը, հա, որ կարող է այս ռեժիմին հեռացնելու օրակարգը առանց բանտիկների, առանց ֆանարիկների, առանց սիթի տուրերի, առանց այսօր գնացեք տուն վաղ եկեքի, դնել ճանապարհային քարտեզ, դնել ծրագիր, դնել օրակարգ, եւ օրակարգի առաջի կետը կլինի ոչ թե իշխանության գալը, այլ իշխանությանը հեռացնելը, ես այդ քաղաքական ուժի նույնիսկ ինձ համար ամենաընդունելի մահապարտ զինվորն եմ լինելու։ Լավ։ Ասեք, Գյումրիում երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերը համագործակցել են թե ոչ։
Վերջու ֆինալային ակորդում իհարկե համագործակցել են, ակնհայտ է, որովհետև մենք տեսանք, որ հնարավոր եղավ Վարդան Ղուկասյանը, որ ստանձնի Գյումրու քաղաքապետի պաշտոն։ Իհարկե ես հիմա տեսնում եմ, որ ԿՊ-ն զբաղված է, հասկանալի է, չէ, որ ես Նիկոլ Փաշինյանին լավ գիտեմ։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ շատ երկար տարիներ աշխատած, շատ երկար տարիներ առավոտից երեկո ըստ էության նույն միջավայրում, նույն ատմոսֆերայում ապրած մարդ եմ, հասկանալի է։ Հեյգիդի հայկական ժամանակ։ Այո, Հեյգիդի հայկական ժամանակ, հասկանալի է, որ Գյումրին ինքը չի մարսելու։ Գյումրին ինքը չի մարսելու, որտեղ Գյումրին բազմաթիվ առումներով եւ սիմվոլիկայի առումով, որ պետության քանդելու քայլեր չալոյի հետ։ Ընտրությունները ավարտվել են այսպիսի արդյունքով։ Դե հիմա միևնույն է, մենք հիմա տեսնում ենք, կամ ավելի շուտ ընդդիմությունը կարողացավ արդյունք ստանալ։ Հասկանալի է, բայց տեսանք, չէ, երեք փորձեցին Մարտուն Գրիգորյանի դաշինքից կներեք կոպիտ ձևակերպման համար մարդ գողանալեց, փուլում դա կասեցվեց, բայց կարող եք իմ խոսքը գողանային միջև քվեարկությունը կգողանային։ Չէ, դա շատ կարևոր է, որ ինքը ցույց տա այն միֆը, որ ինքը չի խառնվել եւ Գյումրիում տեղի ունեցել ընտրություն, որի արդյունքում իշխող քաղաքական ուժը չի հաղթել, բայց միջև ընտրություն կարող եք գրել, միջև ընտրություն մի հատ էլ հանդիպենք այստեղ։ Ինքը ամեն ինչ անելու է Գյումրիում քաղաքական բալանսը փոխելու համար։ Լավ, այդ դեպքում հաշվի առնելով ձեր քաղաքական կենսափորձը, ինչ եղավ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև խորքային հակասություն։ Ես գաղափար չունեմ, որ անկեղծ ասեմ, եւ ես չեմ ուզում, որ մենք մեր ընդհանրապես օրակարգը տանենք այդ ուղղությամբ, որովհետեւ դա ուղղակիորեն նպաստում է իշխանությանը։ Բայց նրանք են ակտիվ հիմա։ Այո, ես եթե իմ ուրիշ ավելի ակտիվ քաղաքական ոչ չկա, լավ է թե վատ է, մենք պիտի հասկանանք, որ խորհրդարանական ընդդիմությունն է այսօր որոշակի մանդատ եւ ռեսուրս ունի։ Հիմա դա լավ է շատերի համար, դա վատ է, բայց դա իրականությունն է, դա փաստն է եւ ամեն ինչ պիտի անել ոչ թե այդ հակասության վրա, յուղ լցնելու, ինչպես անում են շատերը, այլ պիտի փորձել այդ հակասությունը հաղթահարել, որովհետեւ դրանից օգտվում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր կրկնում եմ, չի սպասարկում հայկական օրակարգ։ Դա միանշանակ է եւ դա աներկբա է։ Խորհրդարանում այնինչ մենք տեսնում ենք, դիտում ենք, լսում ենք, վերջն արդյունքում իշխանության թևն է առավելություն ստանում այդ ճակերտավոր բախումներում, թե ընդդիմությունը։ Իհարկե իշխանության, մենք պիտի լինենք անկեղծ եւ խոստովանենք։ Ընդդիմությունը թույլ է, ինչն է պատճառը։ Այստեղ թույլի եւ ուժերի կռվանն է։ Միանշանակ, եթե դու իշխանություն ես, վերցնենք հասարակ կառավարության հարց ու պատասխանը, Հայաստան դաշինքը գնում է, որտեղ Էմիս դաշինքը բոյկոտել է հարց ու պատասխանը չի գնում, շատ լեգիտիմ հարցեր են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի առաջ, բայց ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակի հավակնորդ մանիպուլատոր է։ Գնալ Նիկոլ Փաշինյանին թվացյալ կամ իրապես հարցեր տալ, ինչ անում Նիկոլ Փաշինյանը, լսում է քո հարցը, Նիկոլ Փաշինյանը հարցը տրանսֆորմացնում է իր մշտական լոլոներին, իր մշտական ռշտաներին, թալանը եւ սկսում է այդպես ոչնչացնել հարց տվողին։ Հիմա ես ձեզ մի հատ թիվ եմ բերում։ Դե թալանը խաղակարտ է, ոչ օգտագործել։ Հիմա ես ձեզ բացում եմ Նիկոլ Փաշինյանի Դուք լինեի չեք օգտվի այդ։ Հիմա ես բացում եմ մեր ունկնդիրների համար, հերոստատիտողների համար Նիկոլ Փաշինյանի թալան օպերացիայի հերձում եմ, չլինելով պատանատոմ հերձում եմ 7 տարվա մեջ պետական բյուջե Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդամենը այս թալան միլիարդներ գրեք, բռնվեք կամ գրեք ընդամենը 9 անշարժ գույք, որի մեջ 0.5 հեկտար։ Բա այս որ ամեն օր հրապարակվում է։ Ես ասում եմ, հիմա կանդրադառնում եմ դրան։ 7 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի թալան օպերացիան, որ հերձեմ, 9 անշարժ գույք, 2 մեքենա, որից մեկը 2010 թվականի, չգիտեմ, ակումուլյատորա հանած Range Rover եւ 1.8 միլիոն դոլար։ Սա է եղել ամբողջ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա թալանի իբր վերադարձը Հայաստանի Հանրապետության, բայց մի բան էլ ավելացնեմ այն դեպքում, թիվը հիշեք, 1.8 միլիոն դոլար ընդամենը, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 6 միլիոն դոլար տրվել է Snoop Dogg-ին իր
չեղարկված համերգի համար եւ այդ գումարը չի վերադարձվել պետության բյուջե։ Հիմա ո՞րն է թալանը իրական։ Լավ, դե ասեք, չի հաջողվում, չեն կարողանում, կա, չէ, վերադարձնելու, կա գողում, չէ, Եթե կա, ես ենթադրում եմ, որ կա։ Չէ, ես գիտեք ինչ հիմա 90-ականների արմատներից գալիս եք։ Հա, դե ավելի շուտ 90-ի վերջից, 2000-ի սկզբից, իհարկե ես ենթադրում եմ, որ կա։ Դե թող վերադարձնի, այսինքն ասելով չի, չէ։ Հիմա ես այսօր առավոտյան էլ նայում էի հետաքննական լրատվականը, բա մի հատ տեսեք իրանց թալանը, բա մի հատ նայեք, դե մի հատ ինձ բացատրեք այդ ֆոկուսը, հիշում եք Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում ասում էր, այդ պամիդոր աճացնելու ֆոկուսը ինձ բացատրեք, ես էլ աճացնեմ։ Հիմա ասում եմ Նիկոլ Փաշինյան, մի հատ ինձ բացատրի քո առաջի ռանգի թիմակիցների ֆոկուսը հայտարարագրերում միջև 2018 թվականը 1000 դրամը կակա էր հաշվում եւ հիմա իրանց ասաբնյակները այդ ֆոկուսը բացատրեն այո դղյակներ ասաբնյակներ այդ մարդիկ ասում են վարկ ենք վերցրել բա միջև 2018 թվականը այդ վարկերը ինչի՞ չէիք վերցնում կամ այդ որ բանկն է անտոկոս $1 միլիոն վարկ տալի։ Այդ բանկի տեղը ասեք, մի հատ ասեք այդ բանկի տեղը, ոնց որ դու այն պամիդորի ու բադրջանն էիր ման գալի։ Ես էլ գնամ այդ բանկը, այդ $1 միլիոն անտոկոս վարկը ստանամ։